было, чтобы мы потом прославили Господа вместе, когда придем на небо, встретимся и там прославим Господа. Слава Богу. Աստված ողորմություն անի, որ ինչպես հիմա այստեղ ենք, այդպես էլ երկնքում բոլորով հանդիպենք, միասին Աստծուն փառավորենք, Աստված Я ողորմություն անի։ благодарю Бога, что дал опять такую возможность быть вместе с вами. Ես շնորհակալ եմ Աստծուն, որ կրկին հնարավորություն է տվել լինել ձեր հետ միասին։ Хорошо нам быть вместе, Լավ է մեզ մեր слышать միասին это լինելը։ Слово Божие, Լսել Աստծո խոսքը, учиться, назидаться, утверждаться. լսել, սովորել, Помоги, Господи, чтобы наши уши и сердце было открыто, Տերը ողորմություն անի, օգնի, որ մեր սիրտը եւ ականջները բաց լինեն։ чтобы это Слово Божие нам сохранить там, в сердце. Որ այդ Աստծո խոսքը մենք մեր սրտում պահպանենք։ И знаете, бывает самый такой, да, момент, любим, но когда по голове получил, можно забыть про любовь, но когда там в сердце мы сокрыли это слово, Գիտեք, հաճախ այսպես է լինում, որ ասում ենք սիրում ենք, բայց երբ ինչ որ нужный այսպես ասած момент հարված է լինում, մենք մոռանում ենք այդ սիրո մասին։ сработает на наши чувства, Դրա համար դա պետք է մեր սրտում լինի, որպեսզի նա ներգործի մեր զգացմունքների վրա։ в Որովհետև любви там и терпение, и воздержание, սիրո и մեջ կա смирение. համբերություն, զսպվածություն, խոնարհություն, Тогда все там сработает у нас. այդ դեպքում միայն ամեն բան ճիշտ կաշխատի։ Я хочу поделиться Словом Божьим, Ես ուզում եմ ձեր հետ կիսել Աստծո խոսքից, которое записано в послании евреям. որը գրված է Եբրայեցիս Это будет у нас 3 глава 3-րդ գլուխ с 12 стиха խոսք։ и 14 включая. եւ 14 ներառյալ։ Здесь апостол Павел пишет такие слова. Այստեղ Պողոս Առաքելը նման խոսքեր է գրում։ Смотрите, братья, Նայեցեք, чтобы не было в ком из вас сердца лукавого и неверного, дабы вам не отступить от Бога живого. Но наставляйте друг друга каждый день, доколе можно говорить ныне, чтобы кто из вас не ожесточился, обольстившись грехом. Ибо мы сделались причастниками Христу, если только начатую жизнь твердо сохраним до конца. կարդամ այդ հատվածը, նայեցեք եղբայրք, միգուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբի կենթանի Աստվածանից, այլ իրար հորդորեցեք ամեն օր, քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով, որովհետև մասնակից եղանք Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը միջև վերջ պինդ բռնենք։ Я хочу обратить особенное наше внимание Ես ուզում եմ հրավիրել մեր на слова ուշադրությունը հատկապես 14 стиха. 14-րդ Мы խոսքին։ сделались причастниками Христу. Մենք եղանք Քրիստոսին, Но Մասնակից։ условие, если только начатую жизнь твердо сохраним до конца. բայց կա նախապայման, եթե այն հաստատության սկիզբը միջև վերջ պինդ բռնենք։ В практике христианства Քրիստոնեական փորձառության մեջ мы часто замечаем такое, մենք հաճախ նկատում ենք նման բան։ что можем хорошо начать, но плохо закончить. Կարող ենք շատ лав սկսել եւ վատ ավարտ ունենալ։ И апостол Павел Галатам писал в свое время тоже, Եվ Պողոս Առաքյալը Գաղատացիներից իր что ժամանակում вы նույնպես хорошо գրում էր, начали. որ դուք լավ սկսեցիք, Да, вы начали жить по духу, դուք սկսեցիք հոգով, а потом все плохо закончилось, начали жить уже по плоти. բայց ավարտեցիք մարմնով, ամեն ինչ վատ ավարտ Потому ունեցավ։ пред нами такое условие, чтобы нам начатую жизнь твердо сохранить до конца. Եվ հենց դրա համար էլ մեր դիմաց այսպիսի պայման կա, որ այն հաստատության սկիզբը միջև վերջ պինդ բռնենք։ Мы сделались причастниками Христу. Մենք եղանք մասնակից Քրիստոսին։ Мы причастны Его телу. Մենք հաղորդակցում ենք նրա մարմնի հետ, Мы причастны Его крови. նրա արյան հետ И мы причастны Его Духу. եւ նրա հոգու հետ։ Слава Богу. Փառք Տիրոջ։ И Церковь Иисуса Христа,
Եվ Քրիստոսի եկեղեցին это есть тело Его, դա իր մարմինն է, полнота, наполняющая все во всем. լիությունը լցնող ամենը ամեն ինչում։ И мы сделались причастными не только Его тела, крови и духа, Եվ մենք ոչ միայն նրա հոգու, մարմնի եւ արյան но հաղորդակիցի мы ենք, сделались причастными Его царства, այլ նաեւ նրա թագավորության հաղորդակիցի, Его обетований, նրա խոստմունքների, жизни вечной, նրա հավիտենական կյանքի մասնակից եղանք։ но при условии, Բայց մի պայմանով, если начатую жизнь твердо сохраним до конца. եթե այն հաստատության սկիզբը միջան վերջ պինդ բռնենք, այդ սկիզբը մեր кյանքի։ Когда в нашей жизни бывают такие случаи, Երբ մեր կյանքում այսպիսի դիպվածներ են լինում, кто-то из близких родных умирает, օրինակ եթե հարազատներից մեկը մահանում է, остается какое-то наследство, մնում է մի ինչ որ ժառանգություն, и самые близкие, самые родные եւ ամենամտերիմները, ամենահարազատները имеют какую-то часть в этом наследстве. ունենում են մի որոշակի մաս այդ ժառանգության մեջ, И часто люди судятся, кому больше, кому меньше, եւ հաճախ մարդիկ սկսում են այդ դատական process-ները, кто ում ближе, շատ, ում кто քիչ, роднее. ով է մոտ, ով է հեռու, Но мы знаем, какое наше наследство, богатство мы имеем в Иисусе Христе. բայց մենք գիտենք, թե ինչպիսի մեծ ժառանգություն եւ հարստություն ունենք Տեր Հիսուսի մեջ։ И ради того, чтобы нам быть причастными к этому наследству, Եվ որpիսի մենք այդ ժառանգությանը հաղորդ լինենք, апостол Павел пишет евреям, Պողոս Առաքյալը գրում է что Եփեսացիս, смотрите, братья, чтобы не было в ком из вас сердца лукавого и неверного, дабы вам не отступить от Бога живого. Պողոս Առաքյալը գրում է 12-րդ խոսքում. Նայեցեք եղբայրք, միգուցե ձեզանից մեկում անհավատության չար սիրտ լինի, Но որ ապստամբիկ наставляйте друг կենթանացնի, друга каждый день, այլ իրար դոկոլի հորդորեցեք можно ամեն говорить օր, ныне. քանի որ այսօր է ասվում, чтобы кто из вас не ожесточился, обольстившись грехом. որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով։ Мы имеем эту милость от Господа, имеем это благословение, Մենք այդ ողորմությունը եւ օրհնությունը ունենք Աստծուց։ имеем такую драгоценную веру Божью Ունենք այդ թանկագին հավատքը Աստծուց։ и надеемся, конечно, что мы окажемся Его наследниками. Եվ իհարկե մեծ հույս ունենք, որ լինենք նրա ժառանգորդները Но վերջնականապես։ я хочу, чтобы мы обратили внимание, Եվ բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրենք, с каким страхом, с каким трепетом, ինչ վախով, ինչ դողով էր, с каким благоговением нам надо проводить нашу жизнь, благоговение по-другому как. с каким страхом, с каким благоговением. Наверное, нету в армянском. Հա, ինչպիսի վախով, ահով Աստվածապաշտությունով պետք է մեր կյանքը ապրենք, Нам нужно проводить нашу жизнь пред лицем Божьим. մենք պետք է մեր կյանքը ապրենք Աստծո երեսի առաջ, Աստծո առաջ։ Потому что можно потерять это наследство. Քանի որովհետև կարող ենք նաև կորցնել Можно այդ оказаться ժառանգությունը։ недостойным. Կարող ենք նաև անարժան գտնվել այդ ժառանգությունից։ И я хочу привести некоторые примеры Слова Божьего, Մի քանի օրինակներ Աստծո խոսքից նման դեպքերի։ как это было, Ինչպես է դա եղել։ когда люди, которые были предназначены к какому-то наследству, Երբ որոշ մարդիկ, ովքեր նախատեսված են եղել այդ ժառանգության համար, но в течение своей жизни теряли ее. բայց իրենց կյանքի ընթացքում կորցրել են այդ ժառանգությունը։ Мы читаем 77-й псалом, Կարդանք 78-րդ Սաղմոսը, где написано из 9 стиха: 9-րդ խոսքից։ «Сыны Ефремовы, вооруженные, стреляющие из луков, обратились назад в день брани. Они не сохранили завета Божия и отреклись ходить в законе Его, забыли дела Его и чудеса, которые Он явил им». Եփրեմի որդիքը, որ զենք հակած աղեղնավորներ էին եւ դարան պատերազմի օրումը,
Աստծո ուխտը չպահեցին եւ մերժեցին նրա օրենքի մեջ գնալը եւ մոռացան նրա գործերը եւ նրա հրաշքները, որ ցույց էլ տվել И նրանց։ тут очень много написано, сокращая, как Бог их благословлял, как Бог их избирал, как Бог их хранил и помогал. Եվ այստեղ համառոտ ասեմ գրված է հաջորդ խոսքերում, И թե самое ինչպես էր Տերը важное, նրանց օրհնել, պահպանել, ուղղորդել եւ Когда мы ամենակարևորը, читаем, երբ մենք կարդում ենք, Иаков благословляет своих сыновей, երբ Հակոբ օրհնում է իր որդիներին и благословляя Иосифа, եւ Հովսեփին օրհնելով, говорит оттуда пастырь и твердыня Израиля. ասում է քեզանից է ելնելու Իսրայելի հովիվը եւ ամրությունը, От колена Иосифа. որ Հովսեփի սերնդից պետք է Ефрем ելներ։ это наследники тоже Иосифа. Եփրեմը չէ որ Հովսեփի որդին էր։ Но мы знаем, что Христос по плоти произошел от колена Иудина. Բայց մենք գիտենք, որ Քրիստոսը մարմնապես ծագեց Հուդայի ցեղից։ Что случилось? Ինչ պատահեց։ Почему такая перемена? Ինչի փոխվեց այդ օրհնությունը։ Иосиф, мы знаем его жизнь историческую, прообраз Христа. Հովսեփի կյանքի մասին մենք տեղյակ ենք, որ իր կյանքի խորհուրդը Քրիստոսի И խորհուրդն է его իր մեջ։ колену такое великое, драгоценное было обетование. Եվ նրա սերնդից էլ տեղյակ ենք այդ ցեղերը, որ իրենց հելավ մեծ հզոր ցեղեր էին։ Оттуда должен был произойти Христос по плоти. Եվ պետք է որ ի սկզբանե այնտեղից դուրս գար Քրիստոսը մարմնապես։ Но случилось то, Բայց что случилось. պատահեց այն, ինչ պատահեց։ И мы читаем дальше в этом псалме Եվ մենք այս նույն Սաղմոսում շարունակում ենք կարդալ 65 стиха. 65-րդ խոսքը։ Но как бы от сна воспрянул Господь, как бы исполин, побежденный вином, и поразил врагов его в тыл, вечному сраму предал их, и отверг шатер Иосифов, и колено Ефремова не избрал, а избрал колено Иудину, гору Сион, которую возлюбил, и устроил, как небо, святилище свое, и как землю утвердил ее навек, и избрал Давида, раба своего, и взял его от воров овчих, и дальше. Եվ սկսենք 65-րդ խոսքից, բայց Տերը միջև 70 խոսքը կարդաց, եղբայրը 65-րդ խոսքից, բայց Տերը զարթնեց ինչպես քնից, ինչպես զորավոր մարդ, որ գինից զվարթանում է եւ իր թշնամիները զարկեց ետի կողմը Հավիտյան նախատինք հրավ անոնց եւ Հովսեփի բնակարանը անարգեց եւ Եփրեմի ցեղը չընտրեց, բայց Հուդայի ցեղը ընտրեց Սիոնի սարը, որ նրան սիրեց եւ իր սրբարանը շինեց ինչպես բարձր տեղեր, ինչպես երկիրը, որ նրա հաստատեց Հավիտյան եւ իր ծառա Դավիթին ընտրեց եւ առավ նրա ոչխարների փարախից եւ շարունակությունը։ Почему Бог отверг это? Ինչի Տերը մերժեց Հովսեփի ցեղը։ Вначале мы читали, да, что сыны Ефремовы, они не сохранили завета Божия и отреклись ходить в законе Его, и забыли дела Его и чудеса, которые Он явил им. Նախորդ խոսքում մենք կարդացինք, որ ուխտը չպահեցին եւ մերժեցին նրա օրենքի մեջ գնալը եւ մոռացան նրա գործերը եւ նրա հրաշքները, որ ցույց էր տվել։ По этой причине уже мы 67 стиха читаем, что Бог отвергает шатер Иосифов и колено Ефремова не избрал. Եվ հենց այդ պատճառով է, որ որպես հետևանք տեսնում ենք, որ Տերը մերժում է Հովսեփի ցեղը։ А избирает колено Иудина, Давидова, чтобы он Այլ ընտրում է Հուդայի ցեղը Դավիթի տունը, որպեսզի նա был приемником этого благословения. լինի այդ օրհնությունները ընդունողը։ Как важно Շատ կարևոր է։ начатую жизнь Սկսած կյանքը твердо сохранить до конца. միջև վերջ Как պահել։ важно должно быть для нас, чтобы нам пребыть в том завете. Շատ կարևոր է մեր համար, որ մենք մնանք այն ուխտի մեջ,
который мы заключили с Господом, որը մենք կնքել ենք дали Աստծո ему հետ, такое обещание տվել ենք նրան այսպիսի служить խոստում, ему в доброй совести. ծառայել նրան բարի խղճմտանքով։ Книги пророка Еремии Երեմիայի մարգարեություն Бог говорит такие слова 7 стиха. Աստված այսպիսի խոսքեր է ասում, Иногда я скажу о каком-либо народе и 18-րդ царстве, գլուխ 7-րդ խոսք։ что искореню, сокрушу и погублю его. Ամեն անգամ որ խոսում եմ մեկ ազգի կամ մեկ թագավորության դեմ, նրան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար, Но если народ этот, на который я это изрек, обратится от своих злых дел, я отлагаю то зло, которое помыслил сделать ему. եւ եթե այն ազգը դարձի է գալիս իր չարություններիցը, որի մասին ես խոսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ եւ այն չարիքի համար, որ խորհել էի նրանց անելու համար։ А иногда скажу о каком-либо народе и царстве, что устрою и утвержу его, но если он будет делать злое пред очами моими и не слушаться гласа моего, я отменяю то добро, которым хотел облагодетельствовать его. Եվ ամեն անգամ, որ խոսում եմ մեկ ազգի կամ մեկ թագավորության մասին, նրան շինելու եւ տնկելու համար, եթե նա չարություն է անում իմ աչքերի առաջին եւ չէ լսում իմ խոսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի, թե նրան բարիք եմ անելու։ Апостол Иоанн говорит, мы теперь дети Божьи, но еще не открылось, что будем. Հովհաննես Առաքյալը ասում է մենք հիմա Աստծո զավակներ ենք, բայց դեռ հայտնի չէ թե ինչ ենք լինելու։ Мы начали хорошо, Մենք լավ ենք սկսել, обратились к Господу, դարձել ենք Աստծուն, уверовали в Него, հավատացել ենք նրան, покаялись в грехах наших, զղջացել ենք մեր дали մեղքերից, обещание служить Ему. տվել ենք խոստում ծառայել նրան, Но наша жизнь продолжается. բայց մեր կյանքը դեռ շարունակվում է։ 70, 80, 70, 80, иногда и больше, слава երբեմն Богу. ավելի փառք Տիրոջը։ Какой будет наш конец? Ինչպես է լինելու մեր վերջը։ Мы сделались причастниками Христу. Մենք Աստծո հետ Քրիստոսի Мы հետ сделались մասնակից եղանք։ причастниками Его великих драгоценных обетований. Մենք մասնակից եղանք նրա մեծ եւ օրհնյալ խոստումների։ Но пред нами это условие. Բայց մի պայման կա մեր առջև, Если начатую жизнь твердо сохраним до конца, որ մեր սկսած ընթացքը միջև վերջ ամուր պետք է պահենք։ зная, сколько опасностей в жизни, Իմանալով թե ինչքան сколько վտանգներ կան различных կյանքում, искушений, ինչքան փորձություններ, как գայթակղություններ, сатана завидует нам, թե ինչպես է սատանան նախանձում и մեզ, как он старается уловить нас, եւ ինչպես է նա ջանք անում մեզ բռնել, обольстить нас, գայթակղել, увести нас от этого обетования, от этого святого пути. տանել մեզ այդ մեծ խոստումներից, այդ սուրբ ճանապարհից, Сколько опасностей в нас самих, в нашей плоти, թե ինչքան վտանգներ մենք ունենք հենց մեր ներսում, մեր մարմնի сколько ներսում, различных желаний, похотей, ինչքան բազմազան ցանկություններ, կիրքեր, различных удовольствий. տարբեր И հաճույքներ, это все пленяет нас. եւ այդ ամեն ինչը մեզ գերի է Это все վերցնում, хочет поработить нас. այդ ամեն ինչը մեզ ուզում է ծառա դարձնել, Потому нам очень много борьбы предстоит. եւ այդ իսկ պատճառով մենք դեռ շատ պատերազմելու ունենք, Как нам нужно бороться с нашей плотью, ինչպես մենք պետք է Умерщвляя պատերազմենք ее, մեր մարմնի դեմ, порабощая մերձնելով ее, նրան, ծառայեցնելով նրան, чтобы до конца сохранить эту верность, որպեսզի միջև վերջ պահենք այդ հավատարմությունը, чтобы до конца нам сохранить это обещание, которое мы дали Богу, որպեսզի միջև վերջ պահենք այն խոստումը, որ տվել ենք то Աստծուն, нам действительно надо со страхом и трепетом որ իսկապես մեզ միջև վերջ проводить պետք է наше странствование վախով на этой земле, եւ դողով կատարենք մեր ընթացքը այս երկրի վրա, чтобы нам не потерять որ մենք չկորցնենք это первородство, այդ это անդրանիկությունը, այդ благословение. օրհնությունը, И как Господь говорит в Откровении, եւ ինչպես Տերը ասում է հայտնության գրքում, держи, что имеешь.
պինդ բայր այն ինչ ունես, чтобы кто не восхитил венца որ твоего. ոչ ոք չտանի քո պսակը։ Можно не удержать, Կարող ենք նաև можно չպահել, променять на такую временную чечевичную похлебку. կարող ենք անգամ դա փոխել մի փոքր Нам Ապուրի хочется հետ։ комфортно, удобно մենք ուզում ենք հարմար, пожить հարմարավետ в կյանք этом мире, ունենանք в այս этой աշխարհում, жизни. Но мы должны испытывать себя. բայց մենք պետք է փորձենք մեր անձերը։ Угодно ли это Господу? Արդյոք դա Աստծո առաջ Не արժեքավոր է։ потеряем ли мы того Արդյոք մենք չենք կորցնի դրանով причастниками, чего мы сделались? այն Пусть Бог поможет нам бодрствовать. Աստծո խոստումներին մեր Բог պոմոժետ հաղորդակցությունը нам անգամ испытывать, արդյոք չենք проверять կորցնի։ себя. Աստված ողորմություն անի մենք պահենք, մենք Чтобы մեզ փորձենք, действительно начатую жизнь ստուգենք, որպիսի մեր սկսած ընթացքը твердо պինդ сохранить միջև վերջ до պահենք։ конца. Благослови вас Господь. Աստված օրհնի մեզ Мы բոլորիս։ помолимся Господу, да? Աղոթ կանենք Տիրոջը И будем просить, Боже, помоги нам եւ կխնդրենք Տեր эту օգնիր մեզ начатую жизнь, сохранить ее до конца. այս սկսած ընթացքը միջև Чтобы վերջ нам не պահենք, потерять որպեսզի չկորցնենք и не отступить եւ от Бога չնահանջենք живого. կենթանի Աստծուց։